Դուք առաջիկայում նոյեմբերի 16-ին մասնակցում եք առաջադրվել եք որպես Վաղարշապատ համայնքապետի թեկնածու եւ գլխավորում եք իշխանության քաղաքացիական պայմանագրի քվեաթերթիկը։ Ձեզ այսպիսի հարց, ինչ ունի Վաղարշապատցին ձեզնից տեսնելու ու դուք ինչ ունեք Վաղարշապատցիներին տալու։ Մենք հստակ մեր ծրագրում առաջարկել ենք, թե մենք ինչ ունենք անելու Վաղարշապատում առնվազն առաջիկա 5 տարիներին, որովհետև Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերի եւ մասնավորապես քաղաքեչմիածինի խնդիրներին ծանոթանալով մենք հասկանում ենք, որ այդտեղ բազմաթիվ խնդիրներ կան եւ 5 տարում այդ խնդիրները լուծել բնական է ողջամիտ չէ, բայց մենք պետք է առաջնահերթություն սահմանենք խնդիրների եւ բազմավորորդ ներդրումներ իրականացնենք եւ ենթակառուցվածքային եւ կրթություն, մշակույթ, սպորտ, նաեւ առողջապահություն, որովհետեւ գիտենք գյուղական բնակավայրերում բուժամբուլատորիաները համայնքային ենթակայության են։ Մեր թիմը առաջարկում է Վաղարշապատցուն, Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերի ընտրողներին, որ մեր թիմը ներդրումներ է իրականացնելու ենթակառուցվածքների մեջ, մասնավորապես ավարտին են հասցվելու այս պահին ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, մանկապարտեզների շինարարությունը, ասֆալտապատման աշխատանքները, լուսավորման, փոխարինման աշխատանքները, տարբեր համայնքային այլ ենթակառուցվածքների աշխատանքները եւ նորերը, որոնք որ սկսվելու են, ինչպես նաեւ մենք այս ընթացքում էլ եւ Խոյ համայնքի ղեկավար եղած ժամանակում հատվածում եւ այս 3 ամիսների ընթացքում ես իմ թիմը ճիշտ բանակցելով կառավարության հետ մենք կարողացել ենք լրացուցիչ ներդրումներ ներգրավել համայնքում, բացի սուբվենցիոն ծրագրերից, այլ ուղիղ կառավարության աջակցությամբ մասնավորապես կոյուղու փոխարինման աշխատանքներ Էջմիածին քաղաքում, ասֆալտապատման, կարևորագույն փողոցների ասֆալտապատման աշխատանքներ, ինչպես նաև Խոյ համայնքում արդեն իսկ ավարտվել են կամ ավարտական փուլում են գտնվում մի շարք այնպիսի աշխատանքներ, որոնք կառավարության ուղիղ ներդրումների արդյունք են։ Մենք լավ պատկերացնելով մեր համայնքների տարբեր գյուղական բնակավայրերի նաև խնդիրները առաջնահերթություն ենք սահմանել յուրաքանչյուր բնակավայրում կարևորագույն 3 առաջնահերթ խնդիրները, որ առաջիկա 5 տարիներին առնվազն դրանք պետք է լուծված լինեն։ Պարոն Մեխակյան, տեսեք, նախկին համայնքապետը եւս քաղաքացիական պայմանագրից էր Դիանա Գասպարյանի ընտրությունների ժամանակ կրկին նման յուղալի, այդպես գայթակղիչ առաջարկներ նախագծեր հնչեցվել են, բայց կարծես թե Վաղարշապատցիները դրանք ոչ տեսել են, իսկ դրանց չկատարվելը Դիանա Գասպարյանի ընտանիքի շուրջ ձևավորված օղակներ չարաշահումներից սկսված ապօրինի գույք, քրեական գործեր ամբողջ ընտանիքի անդամների վրա, ինչ պետք է անեք, որ Վաղարշապատցին ձեր կողմից դա չտեսնի։ Տեսեք, նախ մենք պետք է ընդունենք, որ այդ ընթացքում արվել է գործեր։ Ճիշտ չի լինի ես թվարկեմ, բայց դրանք հրապարակված են եւ նաեւ կայքեջում Վաղարշապատի համայնքապետանի եւ նաեւ Facebook-յան պաշտոնական հարթակներում դրանք տեղադրված են, թե ինչպիսի աշխատանքներ են իրականացվել, հիմա էլ իրականացվում են, սկսված աշխատանքները նաեւ ավարտական փուլում են գտնվում, մեկ մանկապարտեզ շահգործման է հանձնվել, մեկը ավարտական փուլում է գտնվում, առաջիկա 1-2 ամիսներին շահգործման կհանձնվի։ Տարբեր էլի ենթակառուցվածքային ծրագրեր, իսկ ինչ վերաբերում է մնացած հատվածին, այդ ամեն ինչը ձեր աչքի առաջ է եղել, մեր քաղաքական ուժը չի փորձում արդարացնել քաղաքական թիմի անդամների սխալները եւ դրա հետ կապված կան հստակ քրեական գործեր եւ ես չեմ ուզենա որևէ ավել բան ասել, որովհետեւ քրեական գործերը շարունակվում են եւ դրանց վերջնական արդյունքում պարզ կլինի թե ինչ է եղել։ Իսկ քաղաքական գնահատականը նա եղել մեր թիմի, որ այսօր Տիկին Գասպարյանը չի պաշտոնավարում։ Պարոն Մեխակյան, եւս մեկ հարց, քանի որ նախընտրական փուլում բոլոր քաղաքական ուժերը որոշակի չափով թիրախավորվում են իրենց հակառակորդների կողմից, դուք եւս թիրախավորվում եք եւ ձեր անունը շահարկվում է այն շրջանակում, որ ասում են ձեր հայրը եղել է Արցախյան պատերազմի մասնակից, դուք կրելով իր արժեքները այսօր այն քաղաքական ուժի կողքին եք եւ իրենց ընտրացուցակի առաջնորդն եք Վաղարշապատում, որը հանձնեց Արցախը եւ փաստացի իրենց օրոք մենք այլևս չունենք Հայաստանի լիարժեք հանրապետությունը Արցախի հետ միասին։ Դուք ձեր
վերաբերյալ այդ խոսույթներին, ինչպես եք վերաբերվում։ Բազմաթիվ անգամ արձագանքել եմ այդ հարցերին։ Հիմա ասենց ասեմ, 2 րոպեն բավական չի, որպեսզի մենք շատ մանրամասն անդրադառնանք, բայց հարցը հետևյալն է։ Այսինքն այն ուժերը նախ, որոնք որ խոսում են այդ մասին, իրենք բացառապես քաղաքական նպատակներ ունեն եւ քաղաքական նպատակներով են շահարկում դա եւ սխալ տեղն են շահարկում դա, որովհետեւ մենք պատերազմ ենք տեսել, պատերազմ ենք ունեցել եւ այդ պատերազմում ցավալիորեն պարտվել ենք եւ չենք կարող հաշվի չնստել դրա հետ։ Միայն խոսելով եւ կենաց ասելով երկիր չեն պահում, երկիր չեն փրկում։ Ու ցավալին նա է, որ այն քաղաքական ուժերի տեսեք, հա, շատ բան են ասում, բայց մենք պետք է նախ ինքներս մեզ չխաբենք։ Այդ մարդիկ, այդ քաղաքական ուժերը եւ իրենց ներկայացուցիչները նախ առաջին հերթին իրենց են խափում, հետո փորձում են հանրությանը մոլորեցնել, որովհետեւ ինչի համար են իրենց խափում, որովհետեւ իրենց իշխանության տարիներին, երբ որ Արցախը կար, Ղարաբաղը կար, իրենք ինչ են արել Ղարաբաղի համար, ընդհանրապես օգտվել են Արցախի բարիքներից, հարստահարել են արցախցիներին եւ այսօր էլ ցավալիորեն իրենց թույլ կողմերը հաշվի առնելով, նյարդային վիճակները հաշվի առնելով, փորձում են նորից այստեղ տնազրկված, ունեզրկված արցախցիներին նորից քաղաքական նպատակներով օգտագործել հանուն իրենց քաղաքական նենգ նպատակների, բայց չի ստացվելու, որովհետև մենք պետք է հաշվի նստենք պատերազմի արդյունքների հետ եւ դրանից հետո հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց գնահատականը տվել են 2021 թվականի ազգային ժողովի արտահերթ ընտրություններին եւ դրա հետ պետք է հաշվի նստել, պետք է այդ փաստը ընդունել իրականություն եւ չխաբենք մեկս մյուսին։ Պարոն Մեխակյան, դուք հավակնում եք դառնալ մի համայնքի համայնքապետը, որտեղ գտնվում է Մայրաթոռը։ Մայրաթոռի եւ Վեհափառի վերաբերյալ իշխանությունը կոնկրետ դիրքորոշում ունի՝ գալ Վեհարան եւ այն Վեհափառից ազատել։ Եթե ստացվի այնպես, որ Նիկոլ Փաշինյանը սկսի երթ դեպի Վեհարան, ձեր քայլերը որոնք կլինեն։ Տեսեք, եթեներով չենք խոսում, որովհետեւ ես ասեմ, այս թեմային էլ եմ շատ ես անդրադարձել։ Դուք ինչ տիրապետում եք, նույնը ես եմ տիրապետում, ավել որևէ այլ պայմանավորվածության կամ այլ որևէ, չգիտեմ, ինչ որ անելիքների մեջ ես ներգրաված չեմ։ Ես այս պահին կենտրոնացած եմ իմ անելիքների վրա որպես տեխնացու, ես ասեմ, որ այս 3 ամիսների ընթացքում Վաղարշապատի համայնքապետարանը շատ սերտ համագործակցել է Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի հետ եւ կարեւորագույն հարցեր են այդտեղ լուծվել, մասնավորապես օրինակ հող է հատկացվել տեխնոլոգիական կենտրոն կառուցելու համար, հողի կատեգորիայի փոփոխություն է իրականացվել, այսինքն եթե մենք կառույցի հետ խնդիր ունենանք, հաստատ այդ կարևոր փոխըմբռնումը իրար հետ չենք ունենա։ Մենք այստեղ գիտենք, որ անձերի խնդիր է եւ բազմիցս վարչապետը հայտարարել է, որ սա եկեղեցու հետ կապ չունի, սա անձերի խնդիր է։ Դուք եւս խնդիր եք տեսնում Վեհափառի։ Ես խնդիր եմ տեսնում, որ իրականում այո Մայրաթոռում կան խնդիրներ, մենք չենք կարող չտեսնել դա եւ ասեմ Էջմիածնեցին դա շատ ավելի վաղուց է տեսել եւ կարծում եմ որ ուղղակի չխոսել դրա մասին կամ չգիտեմ Մայրաթոռում կան հոգեվորականներ որոնց վարքագիծը չգիտեմ եթե վեղարով չենք տեսնում իրենց չենք պատկերացնի որ իրենք հոգեվորականներ են իրենց խոսույթը իրենց խոսույթը, իրենց փողոցային պահելաձևը եւ մտածելակերպը չեն հուշում, որ իրենք հոգեվորական են, այդ թվում բարձրաստիճան։ Պարոն Մեխակյան, եւս մեկ հարց 3 Հովանավանքում կայացած պատարագի վերաբերյալ, որն անվանեցին կեղծ, որովհետեւ կարգալույց քահանան էր այն անցկացնում։ Դուք ինչի չեք եկել ձեր թիմին սատարելու եւ Նիկոլ Փաշինյանը ասում է այս կիրակի եւս գնալու ենք։ Դուք գնալու եք։ Ես չեմ գնալու, որովհետեւ ես քարոզարշավի մեջ եմ եւ ես
իհարկե դա է, պատճառներ կարան շատ լինեն, այսինքն եթե ամբողջ թիմը գնա այնտեղ, դու գիտեք, որ այդտեղ սահմանափակ տարածք է, եւ ես կարծում եմ գնալու կարիք էլ չկա։ Պետք է գնան այն մարդիկ, ովքեր որ դրա անհրաժեշտությունը տենում են, այսինքն ես այսպես ձևակերպեմ, ես չեմ կարծում, որ այնտեղ գտնվում են մարդիկ, թիմի ներկայացուցիչներ, որ ընդամենը վարչապետի հորդորով են գնում են, որովհետև կիսում են այդ գաղափարները։ Այդքան բան։ Իսկ ես կենտրոնացած եմ իմ քարոզարշավի վրա ու այստեղ ես չեմ ուզում այլ process-ներ մենք խաչենք քարոզարշավի process-ների հետ։ Պարոն Մեխակյան, ընտրությունների ավարտից հետո դուք որ ուժի հետ հավակնություն ունեք հնարավոր դեպքում կոալիցիա կազմելու։ Ես չեմ դիտարկում այդ հարցը, որովհետև կարծում եմ իմաստ չունի դա քննարկել այս փուլում։ Մենք գնում ենք բացարձակ մեծամասնություն կազմելու եւ ամեն օր մեր բնակիչների հետ մեր շփումները քարոզարշավի ընթացքում մեզ հուսադրում են եւ ցույց են տալիս, որ մենք ամեն օր ավելի շատ ենք մոտենում մեր թիրախին։ Որն է լինելու ձեր ուղերձը ձեզ ընտրողներին։ Մեր ուղերձը շատ պարզ է եւ հստակ, որը արտացոլված է մեր ծրագրում։ Մեր ընտրողը պետք է ծանոթանա մեր ծրագրին եւ մեր ծրագիրը միտված է մեր քաղաքացու կյանքի բարելավման, իր շրջապատը ավելի բարեկեցիկ, գեղեցիկ դարձնելու համար։